Անդրեսյան, ձեր համար էլ է Գարեգի երկրորդը ոչ կաթողիկոս։ Ես այս հարցին եմ բազմիցս անդրադարձել, ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, որը որևէ իրավասություն չունի, որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու եկեղեցու ղեկավար, կրոնական կազմակերպության ղեկավար եւ այլն։ Ես պաշտպանում եմ նրանց իրավունքները եւ զբաղվում եմ իրավունքների պաշտպանությամբ։ Կաթողիկոսի իրավունքները խախտված են, թե խախտված չեն, հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները եւ օրինակ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ օրինակ ինքը չի ընդունում տվյալ անձին որպես կաթողիկոս, նրա նկատմամբ հարցում է իրական գործեր եւ այլն։ Հիմա ձեր կարծիքով կաթողիկոսի իրավունքները խախտված են, պլանավորում եք նրա հետ հանդիպում, թե ոչ։ Ես խնդրի վերաբերյալ բազմիցս խոսել եմ, հատուկ շեշտադրել եմ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորությունը։ Սրա վերաբերյալ կարծում եմ նոր չէ, որ արտահայտվում եմ, առավել եւս վերջին իրադարձությունների հետ կապված, որոնք վերաբերել են դատական ակտը չկատարելու հիմքով քրեական վարույթ նախաձեռնելուն, քրեական հետապնդումներին, հատուկ խոսել եմ այն հարցի մասին, որ թեև մենք հիմա գործ ունենք դատական ակտի մասին եւ բոլորս ենք ինչ-որ առումով սահմանափակված հարցի վերաբերյալ շատ ավելի կոշտ դիտարկումներ ներկայացնելու հանգամանքով, բայց առնվազն Հայաստանը կաթողիկոս է, թե ոչ։ Կներեք, ես այն մարդը չեմ, որ հիմա ձեզ կարող է ասել այս մարդը այս կրոնական կազմակերպության ղեկավարն է, կաթողիկոսն է, թե ոչ, ես պաշտպանում եմ նշված անձանց իրավունքները։ Դուք կրոնական ազատությունից եք խոսում, Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու ընտրված օդյալ կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, բայց հիմա իշխանությունն է եւ հիմա հարցը հնչում է Բայց այդ հարցը ինչու եք ինձ տալիս, դա եմ ասում, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց մարդու իրավունքների պաշտպան եմ, ոչ թե կրոնական կազմակերպությունների, կներեք, բայց կներեք, էլի տեսական ձևակերպումներին չկապ ունեն, եթե հենց հիմա դուք եք ինձ տեսական հարց տալիս, խոսելով այն մասին, թե օրինակ արդյոք ընդունում եք այս կրոնական կազմակերպության ղեկավարին, թե ոչ։ Պաշտպանով եք, ասեմ Անահիտ Մանասյանը, ձեզ հարցնում եմ Հայաստանի կաթողիկոսը ով է։ Դուք ինձ չեք հարցնում, թե Հայաստանի կաթողիկոսը ով է, եւ երկրորդը ես չեմ կարծում, որ որպես մարդու իրավունքների պաշտպան ես պիտի պատասխանեմ նման հարցերի, որովհետեւ ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն, որը օրենքով սահմանված կարգով գրանցված է, ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին շրջանակներում կայացված իրավաչափ եղանակով կայացված ցանկացած որոշում, եւ ես այն մարդը չեմ, որը որևէ կերպ կարող է միջամտել այդ հարցերին։ Կներեք, բայց կարծում եմ իմ կաշկանդված լինել կամ չլինելու հետ կապված նույնիսկ որևէ հարց չպետք է առաջանար այն պայմաններում, որ մեր կրոնական կազմակերպությունների ինքնավարության միջամտության, այդ թվում Հայ Առաքելական եկեղեցու ինքնավարությանը միջամտելու հետ կապված երևի նույնիսկ որևէ միջազգային կազմակերպություն չի խոսել, երևի թե միակ պաշտոնական աղբյուրը, ով խոսել է ընդհանրապես կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելու մասին, դուք կարող եք իմ հրապարակային բոլոր հայտարարությունները եւ ելույթները նաեւ կարդալ եւ սրա վերաբերյալ պատկերացում կազմել, մենք սրա մասին կարող ենք հետո շատ ավելի մանրամասն հարցազրույց վարել, շնորհակալ եմ շատ։